Բարևձեզ, կշարունակեմ Սիլահտարի վարդեզները ընթերցել, որ Զաբել Եսայանի մանկության ինքնագերսակրությունն է։ Փոքրիկ քրոջս հետ կտապարեինք վարդեզը մեր տանը վարի հարգի սենյակները։ Երբեմն մեծ մայրս տողահար եւ շվարուն մեզ գխնամեր, երբեմն ալ աբաստան կգտնեինք Երանիկ մորակրոջս սենյակը, ուր ինք մինակ կշարունակեր աշխատիլ։ Ու լուր եւ դխրած տան մեջ եղերական երբով կհնչեին մորս խելակար ծիծաղները, որոնք կվերջանային երկարացիկ հեծկլդուկներով։ Այդ օրերուն առաջին անգամ զգացի մարդոց չարությունը։ Թրացիներ, որ փակ վարակույրներու արանք են, քննադատաբար գտիդեին մեր սովորագանե դուրս կյանքը, հորս եւ մորակույրերուս ֆանտազիաները կարծես անձնական կողացումը կդերեին մեր դան բադահատ ծշպախտության մեջ։ Անոնք այլևս մեր դունը գմտնեին գելլեին, որովհետև դան օրենքները խախտած էին եւ հաջող մեր փոքրերուս ներկայության տեսակ անհարգի խորհրդածություններ գնեին մորուս հիվանդության ենթադրյալ պատճառներուն վրա։ Նույնիսկ հերավոր փողոցներում մեջ անցած ադենս ինձ մատնացույց կնեին եւ գսեին շիրինենց աղավնին աղջիկն է եւ իրարու կփսփսահին խորհրդավորությամբ։ Օրմը երբ օգտվելով դնեցիներուն սպաղած վիճակեն փողոցն էդրեի մեր դրացիուներեն մորուկ կարաբեդինգինը Փարիսանը ինձ սավ չարախնդությամբ ալմար ճունիս մարդ սեբեկի մերած է խելքդ գլուխդ ճողվե այդ խոսքին վրեժը դուցեցի երկար դարի հետո մալտեպե խոշոր քարմը նետելով այդ կնոջ գլխուն որ բոլոր հոգվովս գադեի ոչ ոք հասկացավ իմ արարքից դրտավատճառը որ արդարոց կամարվեցավ։ Ես ալ չզիջեցա բացադրություն տալ եւ այլևս ամեն արիթի իմ երեսիս կուդային այդ անբացադրելի մնացած գոբդությունը, ըսելով թե ամեն բան կսպասվեր ինձ նման ճոճուխեմը։ Միայն վարի թաղերու մեջ է որ անգեղծ արկադանքով գվարվեին մեզ հետ։ Ճանում Երանիկանը քուրիգտին դորեղավ գհարցնեին գիներ դան սեմերուն վրայեն։ Ֆրանսիացի բժիշկը մանրամասն հետազոտությունների հետո եկեր էր եզրակացությամը մորուս հիվանդության փուն պատճառի մասին։ Հայրս համաձայն էր բժիշկի կարծիքին, բայց մորակույրերս փուրն թափով գմերժեին այդ։ Միայն մեծ մայրս գլուխը գշարժեր սրտմտությամբ եւ համաձայն գտվեր հորս որդեգրած կարծիքին։ Քուրուկ կսեր Երանիկ մորակույրս Գարյանը հանումին, գես տալով, գես խնդալով, այդ ֆրենգին խոսքին նայելով հարս բաբս խորուխ կերերը, աղավնին ագրաները տուտունարերը, ադանգենե մենք ինչու իվանդ չեղանք։ Գարյանը հանում բախմը թատրելով վրցինը յազմային վրա գսեր մխիթարական շեշտով։ Բարապ խոսքեր, 4 սաատ էր։ Բայց ուրիշ ադեններ Երանիկ մորակույրս գսեր մեծ տառնությամբ։ Ամենուն հայրը բաբուդուն դեղ գծիկեն իրենց զավակներուն տորներուն, մերիններն ալ աս մերասը թողերեն։ Դարիներ հետո միայն հասկացա, որ այդ ակնարկված ժառանգությունը ալկոհոլիզմն էր։ Որոշվեցավ, որ մայրս դարվի քյուղմը հերանա իր սովորական միջավայրեն։ Բժիշկի խորհրդին համաձայն պետք էր ընտրել ոչ թե ամարանոցը, այլ իսկական քյուղմը ծովեզերքի հերու թեթև բարձրությամը։ Արդին ամուջան, որ ժամանակին այգիներ ունեցած էր քիչիկ չամլջայի յետև, մեզ առաջարկեց երթալ Լիբադե անուն թրկական քյուղմը, ուր մեկը գճանչնար, որ ժամանակին աշխատեր էր իր մոտ
որուն դունը գրնայինք վարձել հանցնարարությամբ։ Հայրս այդ փորձության օրերում չգործընծուց իր հույսը և արիությունը, ան դարձեր էր անխոնջ, կերտար գուկար միշտ կալելով, երբեմն օրը երկու անգամ, որբեսի ավելորդ դրամ չծախսեր։ Ան իր բոլոր ուժերը գետրոնացուցած էր մորս վրա, որուն վիճակը հետս է գսաստկանար։ Գծկուդր խոսքերը գլսեի, որ ան չեր ճանչնար իր մերձավորները, որ մեկ կողմե գսոսկար մահեն և մյուս կողմե գփորձեր մոլորեցնել քույրերուս գողությունը ինքը հորնետելու համար։ Գսարսրայի լսելով, թե ինչպես մայրս գսարսրար բաղջուրի դուշերեմ և երբ թաց սավանոմը գբադեին իր մարմինը, ան գուզեր խույս տալ, գքորար, կահապեգեր, բայց մարակույրերս կգադարեին բժիշկին բադվերները, որովհետև այլապես հարկ պիտի լար հիվանդը փոխադրել հիվանդանոց։ Եվ որմը իմ բաղադանքներուս տեղի տալով հայրս ինձ տարավ Լիբադե։ Դանդերը աղկատ և ձերունի թուրք գյուղացի մներ, որ իր 14 տարեկան որբ ծորան հետ հողը գմշագեր։ Հորս կարկատրությամբ անոնք սեղանագից կլլային մեզի։ Ձերունի գյուղացին հարկանքով և խոնար քաղաքավարությամբ գվերապերեր մեզ հետ, նույնիսկ ինձ հետ, որ դեռ երախա էի։ Երբ գեսորե ետք մայրս դարին բդույդի, բոլոր գյուղացիները այր տեգին կարեկցությամբ գնային այդ երիտասարդ և գեղեցիկ կնոջ, որ անկիդագից վիճակի մեջ ինգեր էր, և իրենց կարելի բոլոր միջոցներով գոգնեին հորս և մարակույրերուս երբ հարգըլլար։ Իրիկվան ճաշեն հետո բարդեզը, երբ մարակույրերս մայրս տարին բարգեցնելու, հայրս բահմը խոսակցեցավ ձերունիին հետ մշակության վերաբերյալ խնդիրներու վրա։ Հետո երբ մենք երկուքս մենակ մնացինք, ինձ ըսավ. կտեսնես աղջիկս հողին կապված սելալ աշխատանք ընող մարդիկ են, բայց արյուն քրդինք տապելով չեն հասնիր դակ կերագուր մուդելու։ Այս խեղճ մարդիկը բարդ կրեր են դուրքերը վիճարելու համար, հիմայալ վիդա աշխատին բարտկը և դոգոսները վիճարելու համար և մեջեն չեն գրնար ելլեր։ Üsküdar'են հազիվ 6-7 կիլոմետր հեռու գտնվող այդ գյուղը արդեն Անադոլուն էր, իր խավար դկիտությամբ և հետամնացությամբ, գարտալ գրել գիտող մարդ չկար և ոչ միայն գյուղը, այլ գյուղախումբը նույնիսկ այցելու բժիշկ չուներ։ Բյուջիներ և աղոթողներ կստանցնեին այդ տերը, երբ հարգըլլար։ Գյուղը կպատկաներ գյուղադերիմը, որ Ստամբուլ կբնակեր։ Գյուղացիները անոր 30 անգամ չէին տեսած, բայց անոր վեքիլը հաճախակի գուկար գյուղ և անխնախստությամբ կվերցներ դասանորդ, դուրք, զանազան նվերներ։ Բացի այդ, գյուղացիները դուրք կվճարեին նաև բեդությամբ։ Քանի մդար հետո անկարելի պիտի լար, որ հայ ընտանիքը անվտանգ երթար բնակեր միայն թուրքերը բնակված շրջանիմը մեջ։ Այդ ժամանակները թեր փոխադարձ ցեղային ադելության հետքը չկար, և երկու ժողովուրդներու պատկանողները իրար հետ կվերաբերվեին մարդկային խաղաղ զգացումներով։ Նախքան որոշված ժամանակը ստիպեցաք մայրս փոխադրել Լիբադեին։ Առաջին օրերը գյուղական մթնոլորտը լավացներ էր, բայց հետզհետե մայրս սոսկացեր էր, մանավանդ գիշերային ամայութենը։ Ան ուրվականներ կտեսներ ամեն կողմ, և երբ իր անթիմադրելի ծիծաղը կհնչեր լուր տանը մեջ, իր ցայնեն կվախնար։ Հապճեպով թողուցինք մախարնաջիին տունը, որուն վարձքը չէինք կրծեր վճարել, և փոխադրվեցանք
այն ժամանակյա պայդաշեն համեստումը սելամ սզի թաղի մեջ, բայց այդ արժամանակյա դարձավ դևական։ Վերջի վերջո զանազան փոփոխությունները հետո գանկարին դիամանտապոլ փողոցը դունմը, որ ուներ 4 սենյակ, ընդարձակ պատբը և բարդեզմը։ Դանդերը գպնագեր պերա և վարձ կգստանար խաչիկ մոր եղբայրես, որ առանց մեզ հայտնելու այն շշուկ կստանցներ իր այդ բարդավորությունը։ Շնորհիվ հորս գիտակ և համբերադար խնամքին և մրակույրերուս անխոնջ անձնիվրությամբ, մայրս 2 տարի հետո ավագինեցավ իր ձանր հիվանդութենը։ Ան սկսավ գիտակցիլ իր շրջապատին, զբաղիլ նույնիսկ դնային թեթև գործերով, բայց թեր տասնյակ տարիներմը ան մնաց թույլ և ենթակա ջղային տագնապներ։ Մեծով բզդիգով ստիպված էինք խնայել իրեն ովևէ հուզում և այդ էր այլևս մեր տան գլխավոր մտահոգությունը։ Այո, այսօրվան բաժինը վերջացավ։ Բոլորիդ բարի օրեր, բարի ժամեր, հաջորդին կտեսնվենք, ցտեսություն։